Հայ ազգային կոնգրեսը շարունակում է նախընտրական քարոզարշավը։ Կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը քաղաքացիներին ներկայացրել է Հայաստանի ազգային կոնգրեսի նախընտրական ծրագիրը Հայաստանի խելամիտ ուղին անվանումով։ Քարոզարշավի ընթացքում Զուրաբյանը խոսել է նաև ենթակառուցվածքային ծրագրերից, առանձնացնելով կապանով դեպի Իրան երթուղու կառուցման գաղափարը։ Ասեմ, մեխը մեր նախընտրական ծրագրի դա Իրանի հետ երկաթուղու կառուցումն է, որը Գագարինից պետք է գա Զանգեզուրով դեպի դրան չի հասցի։ Դա 5-ից 7 տարվա մեջ կարելի է կառուցել։ ՀԱԿ-ի քարոզարշավի առանցքային թեմաներից են նաև թմրանյութերի ապօրինի շրջանառությունն ու խաղամոլությունը։ Զուրաբյանի խոսքով այս երևույթները դարձել են ազգային խնդիր, վնասելով հատկապես երիտասարդներին եւ ընտանիքներին։ Հայ ազգային կոնգրեսում հայտնում են, որ ունեն այդ երևույթի դեմ պայքարի համալիր ծրագիր։ Դրանք ուղղակի աղետալի ծավալ են ձեռք բերել մեր երկրում եւ բառից բուն իմաստով կործանում են մարդկանց ճակատագրերը, կյանքերն ու առողջությունը, հատկապես թիրախավորելով մեր ապագան, երիտասարդներին եւ դպրոցականներին։ Հազարավոր մարդիկ սնանկանում են, հիվանդանում։ Հայ ազգային կոնգրեսն ընտրություններին մասնակցում է 10-րդ համարի ներքո, ընտրիր խելամիտ ուղին ուղերձով։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։